Բանի գլխավոր մարզիչ Պանվա Գևորգյանի հետ խաղային մամուլի ասելիս նախ մարզիչ խոսի խաղի մասին, հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Շատ էմոցիոնալ խաղ ստացվեց, ափսոսում եմ, որ կորցրեցինք 2 միավոր, որովհետև շատ մոտ էինք հաղթանակին, Նոան սկիզբը լավ սկսեց, ունեցավ գոլային հնարավորություններ, բայց մենք դիմացանք ճնշմանը ու Կարենի վարպետությունը հերթական անգամ լավ վիճակի բերեց մեզ խաղի ընթացքում, այնուհետև կարող ենք երկրորդ գոլը խփել 1-0 հաշվի ժամանակ, բայց բաց թողեցինք։ Լավ էր, որ ավելացրեցինք, 2-1 հաշվի ժամանակ երևի թե խաղի մեխը եղավ Իզուի երրորդ գնդակը չխփելը ու վերջում Կարենի դարպասածողին հարվածելը, պետք է արդար լինեմ, Նոան էլ ուներ գոլային հնարավորություններ, բայց նորից եմ ասում, խաղի սցենարին, որ նայում մենք պետք է այսօր հաղթեինք ու մենք ավելի արժանի էինք հաղթանակի։ Հարցեր տեղի ունեցածի մասին բան Գևորգյան ինչ կասեք։ Ինչ ասեմ, մրցակցի մարզիչներից սկսած ֆուտբոլիստներից բրծած, այս արդեն որևէ դեպքն է մենակ մեր հետ չի էս կոնֆլիկտային իրավիճակները ստեղծվում։ Ես նախորդ անգամ ասացի, որ ես լկտի եմ պահում, այսօր նաև ֆուտբոլիստի մասին եմ ասում, մոտեցավ հայհոյեց ինձ։ Մոտեցավ ինձ հայհոյեց, ինչ իրավունք ունի մրցակցի ֆուտբոլիստը մրցակցի գլխավոր մարզչին հայհոյելու։ Ես էլ տղամարդ եմ, այդ էմոցիոնալ ֆոնի վրա իհարկե ինձ ոչ մեկ չի կարող հայհոյել, ես հասկանում եմ, որ բակ չի, այստեղ հարցերը ուրիշ ձև են լուծվում, բայց վերջը ինչ-որ մեկը պետք է տեղը դնի իրանց մարշչական շտաբին ու ֆուտբոլիստերին, թե չէ։ Այսքան բարձրաձայնում ենք, այսքան խոսում ենք, այս այդ ամենաթողությունից է, որ մեր մարզիչին հայհոյում են, մեր մարզիչը պատասխանում է, մեր մարզիչը զրկվում է, իսկ իրանց մարզիչին ոչ մի բան։ Առհասարակ ոչ մի բան, ես չեմ կարող հասկանամ այդ ամեն ինչը։ Ուրեմն հայերեն հայհոյել չի կարելի, պորտուգալերեն ու անգլերեն կարելի է հայհոյել, լավ մրցավար անգլերեն հասկանում էր, այսօր կարմիր քարտ տվեցին Գոնսալոին։ Ինչ է կարծում, չի համար կարմիր ստացավ Գոնսալոն, դե մոտեցավ հայհոյեց։ Ու չի կարելի։ Նման լկտի պահված կան հանդուրժելի է, թող դաշտում պայքարեն։ Ասել եմ ու էլի եմ ասում, թեկուզ վաղ էլ իրաց ակումբը հայտարարություն անի, ես ակումբի դեմ ոչ մի բան չունեմ, բայց նորից եմ ասելու։ Դաստիարակել է պետք։ Թե մարզիչներին, թե ֆուտբոլիստներին։ Այն ամեն ինչ ինչ-որ տեղի ունեցավ իրանցից էր։ Մեկ էլ բաներին էլ այդ ինչ է, երկրպագու էին, ինչ էին այդ որ շշեր էին շպրտում։ Մենք հայ ենք էլի կոչ եմ անում իրանց տեղերում մնան, էլի տենց շիշ շպրտողներ են, շիշ շպրտելու ուրիշ տեղ կա, էլի չի կարելի sense բաներ անել։ Չի կարելի, պրոստը չի կարելի։ Հարց ուղղակի մրցակցի մարզիչը ասաց, որ Գրեգորին պատճառ չի ունեցել ձեր հետ խոսելու, այսպիսի մեկնաբանություն տվեց, եւ որ սադրանքը Վանի կողմից է եղել։ Ինչ է այդ մրցակցի մարզչյանն, ով այդ ասը։ Օգնական։ Ստախոսը։ Ես իմ բառերին մինչև պատասխանատու եմ, ստախոսը։ Կա խաղի եթերը, կա վառի բոլոր ձայնագրությունները ու ես կոչ եմ անում կարգապահական կոմիտեին, ինձնից սկսած մնացածից վերջացրած, որովհետև ես ասում եմ, ես իմ պահվածքի համար պատասխանատու եմ։ Այո, ես տղամարդ եմ, բայց ես ստախոսություն չեմ անում։ Ես պատասխանում եմ մարդկանց նենց, ոնց որ մարդիկ ինձ փորձում են հունից հանեն։ Ամեն ինչ սկսվեց նախ այդ պաշտպանի անուն ինչ է 37 համարը։ Դրանից սկսեց, երբ որ Ուսմանը ֆոլ արեց։ Էլի եկավ պորտուգալերեն հայհոյանքներ հնչեցրեց։ Մրցավարներին ասացին կարգի բերեք, չի կարելի, այս ամեն ինչը անընդհատ անում են իրանք։ Անցկացրեցին գնաց, բայց երբ որ Գոնսալոն եկել է անգլերեն, ասենք ինձ հայհոյում է, դուք ո՞նց եք պատկերացնում, նորմալ է այդ ամեն ինչը, ես լռեմ։ Ինչ կա կարելի է։ Ինչ ենք աշխփակում այս ամեն ինչի համար։ Շիրակի հետ նույն խնդիրն ունեցան, Արարատ Արմենիայի հետ նույն խնդիրն ունեցան, մեր հետ երկրորդ դեպքն է նույն խնդիր։ Ուրեմն իրանք սուրբ են, մենք էլ բոլորս այստեղ գելու գազ անենք, ուզում ենք ուտենք իրանք մարզիչներին ու ֆուտբոլիստներին։ Թող դաշտում պայքարեն։ Ինչ խնդիր կա։ Դաշտում ինչ-որ մեկը իրանք ինչ-որ կեղտոտ ձևով էր դիմավորել։ Մենք ֆուտբոլ էինք խաղում։ Երկրորդ խաղն է անընդմեջ, երրորդ խաղն է նույնիսկ։ Ինչի իրանք ներս չեն պահում, որ վաղը չեմպիոն դառնան, տղամարդավարի մոտենանք, ձերտանք շնորհավորենք։ Այդքանը կարամ ասեմ, խաղից ուրիշ բան կամ չգիտեմ։ Նախորդ խաղից որքանով էր թիմը հոգնած երկու այսպիսի դժվար խաղ իրար վրա։ Դե ես կասեի, որ երկու դժվար խաղ չի։ Մենք սկսենք Գավաթի հանդիպումից 10 հոգով 40-րդ րոպեի մնալուց այս ամեն ինչը մի կողմ մենք գիտենք Նոան ինչ ներուժ ունի, ինչ հզոր թիմ է, մեծ աշխատանք են մարդիկ տանում։ Ու շատ դժվար էր մեզ համար, դրանից հետո խաղացինք Արարատ Արմենիա, դրանից 4 օր հետո էլի Նոա, էլի խաղ, էլի Նոա, շատ մոտիկ են իրար ցիկլները ու փորձում ենք ամեն ձև խուսափենք վնասվածքներից, ամեն ձև թարմությունը պահենք, բայց պետք է անկեղծ լինենք, որ մեր նստարանը այդքան երկար չի էլի։ Ամեն դեպքում տղաներին փառք ու պատիվ են, որ
իրանց հալալ ասենց հայավարի ասած։ Ուզում եմ ինչ հայավարի շատ խոսամ, էլի մենք օտարամոլ ենք իշուր տես բաներ եմ սկսել նկատել, էլի շատ հարության մեջ ֆուտբոլային։ Դրա համար ասում եմ հալալ է մեր տղերքին, այսօր կռվեցին, ճիշտ է խաղավերջում գոլ ընդունեցին, չխփեցին, բայց ոչինչ։ Նորմալ է։ Կարծում եմ կպայենք թարմություն, ինչև առողջության վերջ ու կմնանք մենք խաղի մեջ։ Ռեալը համարում եվրագավաթային 4-րդ տեղի համակարգը։ Դե մենք գիտակցում ենք, որ մեզնից չի արդեն կախված, բայց ես կարծում եմ, որ մենք մեր ցուցադրած խաղով արժանի ենք ու եթե ստացվի նենց, որ թիմերից որևէ մեկը, որ առաջապահվի կորցնի ու մենք էլ հավաքենք մեր միավորները, կարծիքով մենք արժանի ենք, չգիտեմ։ Ես կարող եմ սուբյեկտիվ լինեմ, որտեղ ես այս թիմի գլխավոր մարզիչն եմ։ Իսկ եթե պլաններում նման հեռանկար կա, արդյոք պլանավորում եք, եթե հաջողվի ինչ-որ կերպ ավելի լավ պատրաստվեք եվրագավաթներին։ Անկախ եվրագավաթներից թիմը միանշանակ ավելի լավ է պատրաստվելու, անկախ եվրագավաթներից մենք արտասահմանյան հավաքի մեկնելու արդեն ծրագիրն ենք գրում, անկախ դրանից մենք սկսել ենք մեր սելեկցիան, որ ասացի նստարանը մյուս մրցաշրջանի համար ավելի երկար լինի ու ավելի որակով լինի։ Շարունակի, եթե բան ես ասելու, շարունակի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։